Օրեր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը Երուսաղեմում այցելեց Փրկչի տաճարի հայկական խորան։ Նույն օրը Մայրաթուր Էջմիածնի տարածք դիմակներով մտան ԱԱԾ-ի ներկայացուցիչները։ Ես համարում եմ դա կոպտագույն աշխարհաքաղաքական սխալ։ Ինչու՞։ Անցյալ տարի Եվրոպայի մեկը մյուսի հետևից հաղթում էին աջակողմյան, քրիստոնյա պահպանողական կուսակցություններ, իսկ Միացյալ Նահանգներով վերընտրվեց Թրամփը։ Այդ ժամանակ մենք առաջարկեցինք հասարակությանը եւ իշխանություններին հաղթական բանաձև։ Առաջինը անմիջապես անդամակցել Եվրամիությանը եւ երկրորդը ներկայացնել աշխարհին եւ Ամերիկային Հայաստանը իբրև քրիստոնեության ընտանեկան պահպանողական արժեքների ջատագով։ Դա կտրուկ կփոխեր մեր դիրքերը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում, բայց Փաշինյանը կատարելով առաջի մասը խոճապահար եւ խառնված, հետո որոշեց, որ կարելի է վերադառնալ ավանդական ռեգիոնալիզմին եւ միայն ավելացրեց Հայաստանի կախվածությունը այս անգամ ռուսական ազդեցությանը, ավելացնելով նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի ճնշումը։ Եվ հիմա նա կատարում է երկրորդ անթույլատրելի սխալը։ Իրականում Հայաստանը պետք է ոչ թե հակադրվի իր եկեղեցուն, այլ օգտագործի այն։ Իսկ Փաշինյանը հիմա հարվածում է եկեղեցուն հանուն իր վերընտրմանը։ Սա է գլխավոր սխալը, որը դեռևս կարելի է կանխել։